Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ խոստացել էինք, շարունակելու ենք մենք մեր նյութերի մատակարարումը մեր ունկնդիրներին, ովքեր որ մեր ժողովրդի պատմությամբ շատ են հետաքրքրված եւ հատկապես քրիստոնեության պատմությամբ։ Ամենից առաջ պիտի ասեմ, որ որևէ հարանվանության պախարակելու նպատակ չունեմ։ Ես հավատում եմ, որ ամենուր աշխարհի որ ծայրում էլ լինեն մարդիկ իրենց ըստ ավետարանի քարոզչության ընթացքը ունենալով ապաշխարություն, Հիսուս Քրիստոսի անունով մկրտություն եւ Սուրբ Հոգու պարգևի ընդունում ըստ Սուրբ գրքի ընկալել են, ընդունել են, կարող են վերստին ծնունդներ ունենալ, հետեւաբար կարող են եւ փրկվել։ Իսկ հարանվանական, ծիսական բոլոր ասենք այն ընթացքն ու կարգը, որ ամեն մի հարանվանություն ինքն ունի, դրանք երկրորդական եմ համարում եւ դրանց վերաբերյալ բնականաբար որևէ խնդիրներ չեն կարծրացելու։ Անունները կարևոր չեն, դրանք անցնում են հազարներից, իսկ սովորություններն ու ծեսերը կրոնական ավանդությունները ոչ պակասել շատ են։ Մի առիթով Դերեկ Պրինսը իր վերստին ծնվելու մասին ասում է. Աստված ինձ անգլիկան եկեղեցում չհանդիպեց։ Գուցե ինչ որ մեկին հանդիպել է այնտեղ։ Նա ինձ հետ հանդիպեց Պենտեկոստալ եկեղեցում։ Այնպես որ էականը վերստին ծնունդն է։ Կարդացեք Հովանու 3-րդ գլուխը։ Նյութին անցնելուց առաջ, իսկ մենք այսօր պետք է խոսենք, թե ինչպես է քրիստոնեությունը մուտք գործել Հայաստան, առաջի դարից մինչև 4-րդ դար պիտի խոսենք, որքան որ հնարավորություն կունենանք։ Եվ այդ առումով, ինչպես ասացի, մի քանի նկատառում ունեմ։ Եթե դուք համոզված ավանդական քրիստոնեական ուղղության ջատագով հետևորդ եք, ապա այս հաղորդումը ձեզ ոչինչ չի տա։ Ուստի կարող եք զուր ժամանակ չվատնել մեզ հետ։ Եթե դուք հետաքրքրված չեք հայոց քրիստոնեության պատմությամբ, նույնպես ձեզ համար ծանր կլինի այս նյութի ընկընտրումը։ Որպես պատմաբան, ում հետաքրում է թե ինչպես է անցյալը ազդում ներկայի վրա, կցանկանայի ձեզ ներկայացնել հայոց եկեղեցու պատմության սկզբնական շրջանը։ Այն է քրիստոնեության մուտքը Հայաստան։ Ինչպես է եղել եւ ինչ ընթացք է ունեցել, չասեմ զարգացում, որովհետեւ ըստ էության, ինչպես հետագայում պատմությունը ցույց է տալիս, իրականում հայ ժողովուրդը ինչպես եւ բազմաթիվ իրենց քրիստոնյա անվանող ժողովուրդներ հեռացել են սկզբնական քրիստոնեության ակունքներից, ինչին փոխարինել է քրիստոնեական կրոնը։ Ես բազմաթիվ առումներով այս մասին խոսել եմ, որ Աստված կրոն չի ստեղծել, Քրիստոս կրոն չի ստեղծել, քրիստոնեական կրոն չի ստեղծել, այլ կրոնը հետևանք է մարդկային գործունեության, նաև հրեշտակների եւ դիվական ուժերի միջամտությամբ կարող են լինել։ Ինչպես Սուրբ Գիրքն ասում է այդ մասին։ Չնայած որ ժամանակ առ ժամանակ այնուամենայնիվ Աստծո ողորմությամբ առաջին դարին վերադառնալու փորձեր եղել են եւ հայերի մեջ սուրբերի շղթան ինչպես եւ այլուր մինչեւ օրս չի կտրվել բարեբախտաբար։ Սակայն պետք է ասել, որ հայ ժողովուրդը վերածննդի կարիք ունի եւ հենց սա է ամենակարևորը, որ երբ աշխարհը թևակողեց վերածննդի դարաշրջանը, հայ ժողովուրդը ընկավ եւ մնաց միջնադարյան խավարում եւ մնում է մինչեւ այսօր։ Մինչ քրիստոնեությունը Հայաստան մուտք գործելու մասին խոսելը, պետք է խոսենք հայ հրեական առնչությունների նախապատմության մասին։ Քանի որ ուսումնասիրողներից շատերը համոզված են, որ մինչ քրիստոնեությունը Հայաստան մտնելը եւ մինչ առաքյալների Հայաստան գալը առհասարակ Հայաստանում հրեական համայնքներ են եղել եւ հենց նրանց միջոցով էլ թերևս քրիստոնեական այս համայնքներն են առաջացել, այս ամենը նույնիսկ պաշտոնապես եւ գիտական հասարակության մեջ ընդունված փաստեր են, սակայն մեկ տողով ընդհանրապես բավարարվում են այս մասին տեղեկացնելով։ Մենք մեր արժեվ խնդիր դրեցինք մի փոքր ավելի խորը դիտարկել այս հարցը, թե ինչպիսի համայնքներ գոյություն ունեին Հայաստանում առաջի դարում եւ առհասարակ հրեատարը ինչպիսի ազդեցություն է ունեցել ոչ միայն հայ ժողովրդի մշակութային, քաղաքական, տնտեսական կյանքում, այլ նաեւ հոգեվոր կյանքում։ Բազմաթիվ օտար աղբյուրներում կան տեղեկություններ Վրաստանում եւ Ադրբեջանում հրեաների դերի եւ նրանց մեծ ազդեցությունների վերաբերյալ, անգամ կա տեսակետ, որ մեր հարևան պետությունը արդեն իսկ 20-րդ դարում հրեա բոլշևիկների կողմից ստեղծված մահմեդական հրեական պետություն։ Սակայն Հայաստանում հրեաների գործունեության մասին որքան էլ տարօրինակ է, լուրջ ուսումնասիրություններ չի արվել։ Կարծես թե չկան ուսումնասիրություններ եւ մի տաբու դրված լինի այս խնդրի վրա։ Եվ մենք փորձեցինք այս խնդրի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ, որ կատարվել են
Հայաստանի սահմաններից դուրս օտար աղբյուրներից որոշակի տեղեկություններ քաղել եւ ձեզ ներկայացնել։ Շատ աղբյուրներ, որոնք վերաբերում են հրեա քրիստոնեական հարաբերություններին Վրաստանում, Հայաստանում, Եթովպիայում, որտեղ հրեաները ապրել են շատ ավելի վաղնջական ժամանակներից, խոսք է գնում այն մասին այդ աղբյուրներում, որ բյուզանդական քրիստոնեական ազդեցությունը բավականին մեծ է եղել այս երկրների վրա։ Եվ ինչպես ես քիչ առաջ ասացի, այդ աղբյուրներում էլ հենց հիշատակվում է, որ Հայաստանում հրեաների առկայության փաստը, հատկապես քրիստոնեության հետ առնչվող, չի ուսումնասիրված եւ բավական կծկծուր տեղեկություններ կան։ Ահա թե ինչու սկզբից ես պետք է ներկայացնեմ ձեզ հրեական համայնքների պատմությունը, այսինքն հայ-հրեական հարաբերությունների մասին եղած աղբյուրագիտական որոշ տեղեկություններ կփորձեմ հաղորդել։ Ուրեմն, երբ անդրադառնում ենք այդ ուսումնասիրություններին, պարզվում է, որ հրեաները ապրել են Հայաստանում, ընդհանրապես հայկական լեռնաշխարհում, դեռևս Քրիստոսից շուրջ 2000 տարի առաջ հրեաներ արդեն իսկ եղել են Հայաստանում։ Իսկ ավելի կոնկրետ, ինչպես որ Աստվածաշունչը ներկայացնում է Եզրասը, խոսում է այն մասին, որ հրեական գերությունից, հատկապես ղևտացիներ, վերադառնում են Կասիֆից կամ Մերձկասպյան, ասենք, տարածքից, ինչը որ մեկնում է նաև Կովկասից, եւ նշվում է մի գետի անուն, Եզրասութի 15, եթե կարդաք, այդ գետի անունն է Ահավա, որը որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ դա Արաքսն է։ Այսպիսով, երբ որ հրեաները բաբելոնյան գերության քշվեցին, սկզբից Սամարիան, հետո Երուսաղեմը, պարզվում է, որ բաբելոնյան այդ կայսրության սահմաններն այնքան մեծ էին, որ շատ հրեաներ, կարծես թե բուն երկրի տարածքից, բաբելոնյան կայսրության տարածքից ավելի հեռավոր անկյուններ էին ուղարկվում, եւ դրանցից մեկն են հենց հայկական լեռնաշխարհն էր, Հայաստանն էր, ուր այդ գերի տարված հրեաներից շատերը ուղարկվեցին։ Ասորական գերության պայմաններում էլ մենք պատմությունից տեղեկանում ենք, որ բազմաթիվ հրեական համայնքներ արդեն գոյություն ունեցել են Հայաստանում։ Հիշատակություն կա, որ Քրիստոսից առաջ 4-րդ դարում Արմավիրում հրեական բավականին լուրջ բնակավայր է եղել։ Իսկ երբ անդրադառնում ենք արդեն Երվանդ 4-րդին, Հայոց թագավորի ժամանակաշրջանին, ապա այնտեղ հիշատակություն կա, որ հրեաների մի ստվար զանգված տեղափոխվում է Երվանդաշատ։ Արտաշեսի գահակալման, ասենք, ժամանակահատվածում Երվանդաշատից այս անգամ արդեն նոր մայրաքաղաք, որ Արտաշեսը կառուցեց Արտաշատը, այստեղ տեղափոխվեցին Երվանդաշատից նախկինում Երվանդաշատ տեղափոխված հրեաները։ Եվ այսպես անընդհատ կարելի է հիշատակել հռոմեական աղբյուրներից էլ նույնիսկ կարելի է հիշատակել, թե Հայաստանում ինչպիսի հրեական համայնքներ են գոյություն ունեցել։ Բայց ոչ միայն այս համայնքների մասին ենք մենք տեղեկանում, այլ վասալ թագավորներ են եղել Հայաստանում հռոմեացիներին ենթական, որոնց մեջ հիշատակվում է հատկապես Հերովդեսը, Հերովդեսյանների դինաստիայի ներկայացուցիչ Տիգրան 5-րդը եւ Տիգրան 6-րդը, որոնք կառավարել են Մեծ հայքում, իսկ Արիստոբուլոսը Փոքր հայքում։ Այսինքն այս երկու արքաները իրենց ծագումով եղել են, այսինքն հրեական, չասենք, որովհետև Հերովդեսյանները եդոմացիներ են եղել, բայց այնուամենայնիվ հրեական ավանդություններին բավականին խորը տեղյակ, ինչպես որ հետագան Պողոս Առաքյալը կանգնում է եւ այդ մասին խոսում է, որ հրեական սովորությունների տեղյակ է արքան, որի առջև ինքը պետք է հաշիվ տար իր դամանության համար։ Հրեաստանում նաև մեծ ապստամբություններ տեղի ունեցել, որ Բար Կողբայի անունն է հիշատակված, որը գլխավորում էր այդ ապստամբությունը եւ իրեն Մեսիա էր հռչակել, եւ այդ ապստամբությունը ճնշելու ժամանակից էլ բավականին մեծ թվով հրեաներ տեղափոխվում են Հայաստան։ Ասեմ նաև, որ Տիգրան Մեծի ժամանակ շատ ավելի մեծ թափով այս տեղաշարժը հրեաների կամ գաղթը դեպի Հայաստան տեղի ունեցավ եւ Տիգրան Մեծը հատկապես նրանց մեծ արտոնություններ տալով թույլ էր տալիս, որպեսզի նրանք բնակություն հաստատեն Հայաստանի տարբեր քաղաքներում, հատկապես քաղաքներում։ Այժմ, երբ որ մենք խոսում ենք արդեն, որ հրեա զանգվածը, հրեա հատվածը Հայաստանում բավականին ազդեցիկ է եղել, ժամանակն է, որպեսզի մի փոքրիկ անդրադառնանք նաև Աստվածաշնչյան Գործք Առաքելոցի
այն պատմություններին, թե ինչպես էր քրիստոնեությունը առաջավոր Ասիայում, Միջագետքում, նրա հարակից երկրներում տարածվում, ինչպես նաև Հայաստանում ինչպես կարող էր այն տարածվել։ Բանն այն է, որ այս առումով, թե քրիստոնեությունը ինչպես է մուտք գործել Հայաստան, աղբյուրագիտական առումով կան ընդամենը ավանդություններ, հայ առաքելական եկեղեցու ավանդությունները, որոնք էլ իրենց հերթին գերազանցապես հունական եւ ասորական աղբյուրներից են։ Որքան էլ զարմանալի լինի, իհարկե հիմնավորվում է, որ հայերեն գրեր չեն եղել այն ժամանակ, դրա համար էլ ասենք հունարեն կամ ասորերեն լեզվով են այդ ավանդությունները մեզ հասել, ինչպես որ հայտնի է օրինակ Ադայի վարդապետություն կամ վկայություն անունով հիշատակվող ավանդությունը, որից էլ օգտվել է թե Մովսես Խորենացին եւ թե հետագա պատմիչները, որում մասնավորապես մանրամասնվում է այն փաստը, թե ինչպես է Հայաստանի հասարակությունը առաջին անգամ քրիստոնեության հետ առնչվում։ Բայց իրականում, երբ որ մենք այս ավանդությունն ենք աչքի տակ առնում, այստեղ մի քանի խնդիրներ են առաջանում եւ ես սկզբում ավանդություններին կանդրադառնամ, որից հետո կմանրամասնեմ նրանց այսպես կոչված մեղմ ասած ոչ սուրբգրային լինելը։ Ադայի վարդապետությունը բավականին ուշ ժամանակաշրջանի, ավելի ուշ շրջանի հեղինակի կողմից գրված մի ավանդապատում է, որտեղ ներկայացված է, թե ինչպես է Աբգար Ուքամա թագավորը, Ուրհայի կամ Եդեսիայի թագավորը ինքը դարձի գալիս։ Եվ այս պատմությունը, որը բոլորին քաջ հայտնի է, որ ինքը հիվանդ էր եւ կարիք ուներ բժշկվելու եւ լսել էր, որ Երուսաղեմում հայտնվել է մի վարդապետ, որը բժշկություններ ու հրաշքներ է անում, եւ ինքն իր կողմից մարդ է ուղարկում, պատգամավորներ է ուղարկում եւ խնդրում, որպեսզի Քրիստոսը գա Հայաստան եւ մասնավորապես Եդեսիա, որտեղ թագավորում էր Աբգարը, որպեսզի իրեն բժշկի։ Միաժամանակ նաեւ ուղարկել էր մեկին թագավորը, որը պետք է այս վարդապետի արտաքին, այդպես ասած, նկարագիրը իր ձեռքով որպես նկարիչ նկարեր ու բերեր, որպեսզի թագավորը ինքը նաև գոնե հերվից վարդապետի պատկերը տեսներ եւ իմանար, թե իսկապես ով է իրեն բժշկելու։ Ինչևից է հիմնավորումները ավանդության մեջ վերում են նրան, որ կա նաև Սուրբ գրքում է տեղեկությունը, որ մոտեցան շատ հելենացիներից որոշները եւ դիմեցին առաքյալներին, առաքյալները դիմեցին Քրիստոսին եւ Քրիստոսը իբր պատասխան նամակում, որովհետեւ Աբգարը նամակ էր գրել եւ այդ նամակում իր մտահոգությունն էր հայտնել, որ հрьяաները իբր նրան չեն ընդունում, ավելին հալածում են, իսկ ինքը իր երկրում տեղ կտա Քրիստոսին։ Պատասխան նամակում Քրիստոսն ասում է, որ ինքը ուղարկվել է իր ժողովրդի համար եւ երբ որ իր գործն ավարտի իր երկրում, իր ժողովրդի մեջ, երբ որ ինքը համբարձվի, գնա հոր մոտ, ինքը կուղարկի աշակերտներ, առաքյալներ, որոնք կբժշկեն Աբգարին։ Պատմության հետագա շարադրանքը խոսում է այն մասին, որ մի դեպքում Հայաստան եկած Թադևոս առաքյալը, որը ուղարկված էր Քրիստոսի համբարձվելուց հետո, իբր 70 աշակերտներից մեկն էր, մյուս դեպքում 12 աշակերտներից մեկն էր, այս Թադեին կամ Թադևոսին ուղարկում է Թովմասը, առաքյալներից Թովմաս առաքյալը, նա գալիս հանգրվանում է մի հրեայի տանը եւ այնտեղ ինքը խոսում է Աստծո խոսքը, այնուհետեւ թագավորը, որ տեղականում է, հրավիրում է իր մոտ եւ այս Թադևոսը քարոզում է, արդյունքում բժշկվում է արքան, դարձի է գալիս կուրքերից եւ այլն, եւ մի խոսքով Աբգարի այս դարձը Ադեի կայության մեջ հիշատակված է։ Չմոռանանք նաեւ նշել, որ ավանդությունն ասում է, որ նկարիչը, որ գնացել էր Քրիստոսին նկարելու, ոչ մի կերպ չի կարողանում նկարել եւ Քրիստոսը մի վարշամակ է վերցնում եւ իր դեմքին է մոտեցնում, դեմքն է ծածկում եւ այդ ծածկելուց հետո այդ վարշամակը տալուց հետո իր դեմքը այդ վարշամակի վրա կարծես թե պատկերագրվում է եւ այդ պատկերագիրն էլ բերվում է եւ հետագայում այս պատկերագրի վերաբերյալ այլ ավանդություններ կան, թե ինչպես հետագայում այն տեղափոխվեց Հռոմ եւ այլն եւ այլն։ Հիմա այս ավանդության մեջ եղած խնդրին եմ ուզում անդրադառնալ եւ նայենք սուրբգրային իմաստով, որովհետեւ Աստվածաշնչի շրջանակներից մենք պետք է տեղեկանանք այն ամեն իրողությունները, ավանդությունները, որոնք կարող են միայն ու միայն Աստվածաշնչի հետ համեմատվելով իրենց ճշմարտացիությունը ապացուցել։
Բայց մինչ դրան անդրադառնալը էլի առաջի դարի հետ կապ քրիստոնեության Հայաստան մուտք գործելու վերաբերյալ ավանդությունները շարունակվում են, բայց այս ավանդությունը, որը Աբգարի դարձի հետ էր կապված, այսքանով ես ուզում եմ ավարտել այս ավանդության հետ կապված ասենք խնդիրը եւ շարունակել արդեն իսկ գոյություն ունեցած ավանդությունների շարքի մի ամբողջ փունջը ներկայացնել եւ ինչպես որ Լեոն էր ասում, եթե հավատանք, որ առաքելական եկեղեցու ավանդություններին, ապա հայերը դեռևս քրիստոնյա են եղել Քրիստոսի ժամանակ։ Եվ այո, մեր ժողովուրդը ավանդապաշտ է, նահապետապաշտ ժողովուրդ է, դրան դեռ կանդրադառնանք, փորձելով ավելի հասկանալի դարձնել, թե ինչու է մեր ժողովուրդը սիրում ավելի շատ ավանդապատումները, քան ասենք այն իրական եղելությունները, որ Սուրբ Գրքի շրջանակներից մենք որպես չափորոշիչ կարող ենք ասենք ստուգելով իմանալ։ Իհարկե սրբազան ավանդություններ անունի տակ նաև էլի բաներ կան, որ կապված են մեր ժողովրդի քրիստոնյա դառնալու հետ եւ աշխարհում առաջինը քրիստոնյա ժողովուրդ հորդորվելով մենք մինչեւ այսօր պարծենում ենք այն փաստով, որ իջել է միածինը, խփել է մուրճով ինչ-որ մի տեղին եւ ասել այստեղ պիտի կառուցվի տաճար եւ այդ քաղաքի անունն է Վաղաշաբաթը հետագայում Էջմիածին դարձավ, որտեղ մենք ավանդաբար ընդունում ենք, որ իջել է միածինը։ Մյուս կարևորագույն փաստը, որ հենց այդ նույն Էջմիածնում արդեն մայր տաճարում գտնվում են մասունքներ, Գրիգոր Լուսավորիչի աչը, Նոյան Տապանի փայտի ինչ-որ մի մնացորդ, որը կապված է նաև Միշնադարում Սուրբ Հակոբ անունով մի անձնավորության հետ, որը մեծ դժվարությամբ Արարատ լեռն էր բարձրանում, որ անպայման մի մաս Նոյի Տապանից ստանար եւ միտեղ հոգնում է եւ այդտեղ հրեշտակը գալիս եւ իրեն ասում է, որ էլ ճանք չանի վերև բարձրանալու, ինքը վերել է եւ տալիս է, հիմա ինքը կարող է արդեն հանգիստ իջնել եւ այսպես շարունակ ասենք մենք նաեւ իմանում ենք այն մասին, որ հարյուրապետի կամ հռոմեացի զինվորի իբր այդ գեղարդն էլ է պահպանվում եւ ելի շատ ու շատ ասենք մասունքների հետ կապված ասենք բազմաթիվ պատումներ, որ այս կամ այն եկեղեցու հիմքում այս առաքյալի օրինակի համար վանքի Արցախի ասենք Գանձասարի վանքի հիմքում իբր թե Հովհաննես Մկրտչի գլուխն է կամ մեկ այլ տեղում մեկ այլ սուրբի մասունքներ, մի խոսքով մասունքների սրբացման հետ կապված այս ավանդությունները շատ առատ են մեր ազգային հայ առաքելական եկեղեցու դավանաբանական, այսպես ասած, համակարգում։ Երբ անցնում ենք արդեն աղբյուրներին, ապա առաջին քրիստոնեության մասին տեղեկություն հաղորդող մատենագրական շարքից հիշատակվողը Ագաթան Գեղոսն է, որը թեպետ պատմում է 3-րդ դարի վերջի եւ 4-րդ դարի սկզբի մասին տեղեկությունները, այնուամենայնիվ գիտնականները, ուսումնասիրողները հաստատում են, որ Ագաթան Գեղոսի այս մատենագրական տեղեկությունը 5-րդ դարից ավելի վաղ չի գնում, այսինքն քրիստոնեությունը պետականորեն կրոն հռչակելուց հետո բավական ժամանակ անցնելուց հետո է, որ այս գրքում պատմվում է։ Նույն ժամանակաշրջանում քրիստոնեության հետ կապված գրեթե բոլոր մատենագիրները խոսում են այդ մասին բացառությամբ մենք քիչ հետո դրան կանդրադառնանք եւ խոսենք Գրիգոր Լուսավորիչի աշտամունքի արգելքի վերաբերյալ եղած ուսումնասիրությանը եւ կտեսնենք, որ այնուամենայնիվ հեղինակներ են եղել, որոնք նույնիսկ Գրիգոր Լուսավորիչի մասին ոչ մի տեղեկություն չունեն եւ ոչ էլ ծանոթ են Ագաթան Գեղոսին։ Փաստորեն Բյուզանդն օրինակ իր հայոց պատմություն աշխատությունում հիշատակում է, որ թեպետ բավական ժամանակ է անցել, գրեթե 2 դարեր անցել, սակայն դեռևս հայ ժողովուրդը ճշմարտապես նոր դավանանքը չէր հասկացել եւ Փաստորեն Բյուզանդը ֆիքսում է այդ փաստը, որ քրիստոնեությունը Հայաստանում տարածվել է իսկապես ուժով։ Եվ Ագաթան Գեղոսի մեջ էլ այդ հիշատակությունը կա, թե ինչպես է զենքի ուժով հայ ժողովրդին դարձի բերվում եւ ինչպես են ավերվում ու կործանվում բոլոր այն մեհյանները, քրմական դասը, ինչպես է մի մասը խոնարհվում է նոր կրոնի առջև, մյուս մասը ռազմի դաշտում ոչնչանում եւ այլն։ Մի խոսքով ինչպես որ պաշտոնապես աշխարհի տարբեր երկրներում քրիստոնեությունը վերևից պարտադրված որպես կրոն արդեն մատուցվում է ժողովրդին եւ այն առանց հարկադրանքի չէր լինում։ Մենք Ղազար Փարբեցու մոտ ենք մենք մի շատ հետաքրքիր տեղեկություն ստանում, որ մենք վերջապես վերադառնում ենք
Շատ դարեր կամ հազարամյակներ առաջ նախասկզբնական մեր հավատքին եւ սրտանց մենք վերադարձանք ու դարձի եկանք։ Այս ամենից բացի Մովսես Խորենացու հայոց պատմությունը երբ որ ուշադրի զննում մենք այնտեղ տեսնում ենք շատ քիչ տեղեկություններ, ավելին Խորենացին ինչ որ իմաստով նույնիսկ Դրդատ երրորդին շատ ավելի գերապատիվ է դարձնում, քան ասենք Գրիգոր Լուսավորչին եւ իր գործունեությունը։ Եվ իր պատմությունից մի քանի խորհրդավոր բաներ ենք մենք հասկանում, որ լուսաբանման կարիք ունի, որովհետեւ գծգտուր տեղեկություններ կան, որ օրինակի համար հարցեր, որոնց պատասխանները միջև հիմա չկան։ Նախ Խորենացին ասում է, որ ինքը ճշմարտապես է փորձում հաղորդել այն ամենը, ինչը որ հաղորդում է, եւ երկրորդը ինքը ներկայացնելով Ագաթանգերոսի պատմության որոշակի դրվագներ, համեմատություններ է անում եւ այդ համեմատությունների մեջ մենք հետաքրքիր իրողություններ ենք տեսնում, որի մասին Խորենացին ներկայացնում է։ Ես կուզեի, որպեսզի մենք ուշադրություն դարձնեինք հենց հատկապես այդ իրողությանը, թե ինչպես է Խորենացին Գրիգոր Լուսավորչի գործունեության մասին խոսում։ Որովհետև մի դեպքում մենք տեսնում ենք, որ նրա արածը ինքը մեծ գովասանքով, մեծ դրվատանքով է խոսում, սակայն այնուամենայնիվ հարցի պատասխանը, թե ինչու Նիկիայի ժողովից հետո հանկարծ Գրիգոր Լուսավորիչը որոշում է գնալ եւ չգնել եւ այլևս չի երևում հոգեվոր դաշտում, սա այս հարցը մնում է բաց եւ ավելին ինքը Նիկիայի ժողովին ինքն անձամբ չի մասնակցում եւ իր որդուն է ուղարկում եւ երբ որ որդին ետ է վերադառնում եւ բերում է այն հոդվածներն ու կետերը, որ Նիկիայում ընդունվել են, ինքն էլ որոշ բաներ ավելացնում է եւ մի դեպքում Գրիգոր Լուսավորիչը նահատակված անձ է համարվում, մյուս դեպքում ճգնավորության մեջ մահացած եւ այստեղ էլ մենք որոշ բաներ տարբերություններ ենք տեսնում եւ այն ամենը ինչը որ Դրդատն է արդեն իր սրբակենցաղ կյանքով իբր արել, մի դեպքում մենք տեսնում ենք նրան հզոր մի տիրակալ, որը մեծ արշավանքների է մասնակցել, բավական մեծ տարածքներ, տիրույթներ է ինքը նվաճել եւ այլն, եւ հանկարծ իր տարիների վերջում ինքը թողնում է իր գահակալական ամբողջ ասենք փառքը եւ նեղանում է կարծես նախարարներից եւ իշխաններից, ինչի արդյունքում էլ նրան կարծես թե թունավորում են եւ ինքը մահանում է։ Առաջ անցնելով ասեմ, որ թե Դրդատը եւ թե Գրիգորը բյուզանդական կայսրության կողմից բյուզանդական կայսրության կայսերներ նշանակում եւ բնականաբար հենց իրեն էլ Գրիգոր Լուսավորիչին էլ ուղարկել էր բյուզանդական կայսրության կայսրը եւ Սասանյանների դեմ որպես հակակշիռ թույլ էր տրված նոր կրոնով մի տեսակ բուֆերային է պաշտպանողական մի պատվար ստեղծել Բյուզանդիայի համար ընդդեմ պարսիկների։ Ուրեմն ինչպես տեսնում ենք ինքնակալ Կոստանդիանոսը հրովարտակ է հասցնում Դրդատ թագավորին Սուրբ Գրիգորին հետն առնելով գնա ժողովի, բայց Դրդատը հանց չի առնում, որովհետև լսել էր թե Շապոը հնամայացել է հնդկաց թագավորի հետ եւ այլն։ Եվ իբր երկրի անվտանգությունից ելնելով Դրդատը չի գնում եւ իբր Գրիգորն էլ չի գնում եւ այս հրամանը չի կատարվում։ Սուրբ Գրիգորը ուրախանում է իր կողմից մասնավոր գլուխները լավելացնում է, երբ որ ինչպես ասացինք, որ Նիկիայի ժողովից ետ են վերադառնում, կանոնների վրա նոր կետեր ավելացնում է եւ իր հոտի մեծ զգուշության համար, որովհետեւ այդ ժամանակ արիոսականության դեմ էր պայքարը գնում, որից հետո այդ Նիկիայի ժողովից հետո կարծես թե ինչ որ մի բան է տեղի ունեցել, որ Գրիգորը ստիպված է լինում թողնել իր կաթողիկոսությունը կամ հայրապետությունը եւ հեռանալ Մանիա այրք այդ հերավոր այրում ճգնելու համար։ Ընդամենը ենթադրությունների տեղի կարող է տալ, որովհետև մի դեպքում Գրիգորը կարող է հանդես գալ որպես դրական կերպար, այն իմաստով, որ չէր հանդուրժում կրոնի հաստատման հետ, այլ ճշմարիտ աստվածապարծության ջատագով էր եւ դա չտեսնելով ինքը թողնում է այդ աթոռը եւ ինքը հեռանում է։ Մյուս դեպքում չի բացառվում, որ ամբողջ նախարարական տան ներկայացուցիչները, նախարարները ամեն ինչ արած լինեին, որպեսզի նոր կրոնը չհաստատվեր միջև էր։ Մանավանդ որ դրա հետ կապված որոշ նախարարական տների ընդվզումներ մենք պատմությունից իմանում ենք։ Եվ այստեղ նաև մասունքների հետ կապված Խորենացին ասում է, եւ այսպես մարմինը երկար տարիներ ծածուկ մնաց որպես
կարծես ինչ որ աստվածային տնօրինությամբ, ինչպես հնում Մովսեսինը, որպեսզի նորադարձ բարբարոս ազգերից չպաշտվի։ Ուրեմն ինքը Գրիգորը մահանում է, մի այրի մեջ է լինում, երկար ժամանակ նրա տեղը չեն գտնում եւ կարծես Աստծո նախախնամությամբ, որ նրա մարմինը չերկրպագվի, ինչպես հնում Մովսեսին, հիշում ենք այդ մասին, որ ասվում է, որ Սուրբ գրքում, որ Միքայելը եւ Չարի երեստակ, ասենք, իրար հետ կրվում էին Մովսեսի մարմնի համար, եւ Մովսեսի մարմինը այդպես էլ չգտնվեց, որպեսզի մասունք չդառնա կամ էլ ասենք երկրպագության առարկա չդառնա։ Իսկ երբ մեր կողմերում հավատն արմատացավ ու հաստատվեց, շատ ժամանակ անցնելուց հետո հայտնվեց Գառնիկ անունով մի ճգնավորի եւ ապա Սուրբ Գրիգորի նշխարները բերվեցին եւ թաղվեցին Թորդան գյուղում։ Այստեղ նույնպես մենք տեսնում ենք, որ երբ որ հիմա ես քիչ հետո արդեն կանդրադառնա համեմատականին Սուրբ գրքի, մենք կտեսնենք, որ դարձյալ Սուրբ գրային որևէ հիմք չունի սա, բայց որովհետև այն ժամանակ մարդկանց մեջ բավականին մեծ տեղ ուներ ավանդությունը, եւ քիչ առաջ ես ասացի, որ ավելի շատ այս ավանդությունները մեր ժողովրդին հունական կամ ասորական աղբյուրներից կարող էին հասնել, մտածում ես ակամայից, լավ, այս բոլոր ավանդությունները, որոնց մասին մենք լսում ենք շարունակաբար, ինչ նպատակ էին հետապնդում։ Մի առիթով ես կխնդրեի, որ դուք Աստվածաշնչի բացահայտումները YouTube-ում ներկայացված իմ կրոնի վերաբերյալ հաղորդաշարի մեջ եղած նյութերին ծանոթանայիք։ Ես ասել եմ, որ դեռևս առաջի դարում քրիստոնեությունը կրոն դարձնելու ավանդապաշտության եւ այլ ասենք խնդիրների ճանապարհով քրիստոնեության աստվածպաշտական կանոնակարգի շեղումները արդեն նկատելի են նույն գործկառաքելություն եւ թղթերում, դրանց մասին ես շատ եմ խոսել։ Ես կուզեի, որպեսզի այդ հաղորդաշարի նյութերը դուք ավելի ուշադրություն դարձնեք, հատկապես կրոնին վերաբերող, եւ դուք կհասկանաք, որ փարիսեցիները արդեն իսկ առաջի դարից կրնկակող հետապնդում էին ոչ միայն Պողոս առաքյալին, այլ նաեւ շատ շատերին, ովքեր մաքուր աստվածապաշտության կանոններ էին քարոզում, եւ այս քարոզիչների ետևից գնալով ամենատարբեր նորամուծություններն էին անում փրկության վարդապետության վերաբերյալ։ Մի դեպքում պետք է թլպատվել, որ փրկվեն, մյուս դեպքում հայրերի ավանդությունները, սովորությունները պահել եւ այլն։ Եվ քանի որ խոսեցինք, որ Հայաստանում էլ հրեական համայնքը բավականին ազդեցիկ էր, ավելի մի քիչ հետո ավելի մենք կտեսնենք դա, ուրեմն սա չի բացառվում։ Սա պարզ խոսում է այն մասին, որ հրեաների կշիռը, որ օրինակ առաքյալները, երբ որ հավաքվում են խնդիր լուծելու, Պողոս առաքյալին ասում են, տեսնում ես, թե վիրավոր ինչքան հավատացյալներ կան փարիսեցիների աղանդից։ Բոլորն էլ օրենք նախանձավոր։ Ուրեմն փարիսեցիները այնքան էին շատացել, վիրավոր, այսինքն բյուրը դա 10,000-ն է եւ էլ ավելի շատ։ Երուսաղեմում, որ արդեն լուրջ կարող էին վարդապետական խնդիրների վրա ազդել եւ այդպես էլ եղել է։ Եվ հետագայում այս փարիսեցիները աշխարհում մեկ իրենց որտեղ իրենց համայնքները եղել են, այնտեղ կարող էին վերստին ծնված հրեաների, որոնք Սուրբ Հոգով էին մկրտված, այնուամենայնիվ իրենց հուդայական կամ հելենիստական որոշակի դավանաբանական խմորումներն էլ խառնեին տեղական համայնքներում քրիստոնեության հետ եւ մի նոր քրիստոնեական կրոնի կերպարով հանդես բերեին։ Ինչը որ մենք այսօր ավանդաբար թե եկեղեցիների կառույցների եւ թե ասենք արտաքին հանդերձների ու ծեսերի առումով տեսնում ենք մասնավորապես ազգային կոչված մեր եկեղեցում եւ շատ այլ երկրների պետականորեն պաշտոնապես ճանաչված եկեղեցիների երկրպագության շարքերից։ Այստեղ ես ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա հիմա ուշադրություն դարձնենք, ես խոստացա, որ ավանդությունները Սուրբ գրքի լույսի տակ պիտի տեսնենք։ Տեսեք, ստացվում է, որ երբ որ Աբգարը նամակ է գրում եւ այդ նամակը տանում են Հիսուս Քրիստոսին, Քրիստոսն ասում է, որ հիմա չի կարող գալ ինքը, բայց չէ որ ինքը հեռավորությունից կարող էր Հայրոսի աղջկան բժշկել, գալ եւ բժշկել կամ Փյունիկ ասորու աղջկան բժշկել, նա կարող էր հեռավորությունից մի խոսք էլ ասել, նույնիսկ չասել էլ ու ասել, գնացեք ձեր թագավորն առողջ է, որովհետև ինքը հավատացել է։ Եվ Աստված, որ ողորմած է եւ սիրում է, ինքը թույլ է տալիս, որ Աբգարը մի քանի որոշ ժամանակ էլ դեռևս տարապի հիվանդությունից, մինչև որ իր աշակերտներին պետք է ինքն ուղարկեր։ Այսինքն Քրիստոսը մի տեսակ այստեղ հանդես է գալիս օրինապարտության դիրքերից։ Գործ ունի անելու, եթե չի ավարտել, ինքը չի կարող հանդիպել եւ Աբգարին բժշկել։ Սա իհարկե չի կարող Սուրբ գրքի շրջանակներում տեղավորվել։
Երկրորդը իբր թե իր պատկերը նկարող նկարիչը չի կարողանում նկարել եւ Քրիստոսը վերցնում է մի վարշամակ եւ ինքը տանում իր դեմքին եւ իր դեմքի պատկերագիրը հանձնելով փոխանցում է, որ բերեն Աբգարին տան։ Մենք գիտենք, որ երբեք էլ նոր կտակարանում այո մենք կարող ենք հանդիպել դեպք, որ անգամ առաքյալի վրայից կարող էին թաշկինակները տանել եւ դնել հիվանդի վրա եւ հիվանդը կարող էր առողջանալ ու բժշկվել, բայց որ պատկերի առումով որևէ ձևով Քրիստոսը իր դեմքի պատկերը հաղորդեր մարդկանց, իհարկե սա նույնպես սուրբ գրային հիմք չի կարող ունենալ։ Առավել եւս երբ որ Տերը պատվիրում էր, որ որևէ պատկերի ձևով իրեն չերկրպագեն։ Հետագայում մենք պատկերապարտության մի հսկայական, ասենք, շքերթ ենք տեսնում եւ մարդու հորինած պատկերների դա հիմք է տալիս ավանդության այս դրվագը հիմք է տալիս պատկերապարտության եւ շատերը մտածում են դե որ իսկապես Քրիստոսը այդպիսի բան է արել, ուրեմն մենք էլ կարող ենք մեր երևակայության մեջ ստեղծել որոշակի պատկերներ, նկարներ եւ ինչը որ այսօր մենք տեսնում ենք, որ մարդիկ ավելի շատ են սիրում, ասենք, պատկերները արժեվ խոնարհվել, իրենց երկրպագության որոշ դրսևորումներ ունենալ։ Այնուամենայնիվ այս ամենից զատ մենք տեսնում ենք մյուս խնդիրը, երբ որ լավ Քրիստոսը համբարձվել էր եւ ինքը պետք է իր առաքյալներից, աշակերտներից մեկին ուղարկեր։ Եվ այս աշակերտը գալիս է եւ հանգրվանում հրեաներից մեկի տանը։ Եթե ինքը պաշտոնապես գալիս է Քրիստոսի անունից, նա ուղիղ կգար Աբգարի ապարանքը եւ միանգամից կհանդիպեր իրեն ու կասեր. «Այն մարդն եմ, որին Քրիստոս ուղարկել է, որպեսզի դու առողջանաս»։ Բայց նրանք մենք տեսնում ենք, որ ինքը գալիս է հպանցիկ ինչ որ մեկի տուն եւ այնտեղից սկսում քարոզել։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ չի բացառվում, որ նման քարոզիչներ իսկապես եկած լինեն Եդեսիա, թերևս անունները տարբեր լինեն կամ նույն անունով, սակայն ավանդությունը այլ կերպ է սկսում ներկայացնել եւ հարմարեցնում է այն ամենին, ինչը որ նախորդ անհրաժեշտ է եղել ցույց տալու համար, որ տեսեք, մենք առաջիններից ենք եղել, որ Քրիստոսին ընդունել ենք։ Նորից եմ ուզում կրկնել, սա ասորական ավանդություն է, որը 5-րդ դարում հայացել է եւ հունական ասորական ավանդությունները աստիճանաբար հայանում են եւ հայ դավանաբանական համակարգի հիմքում այս սրբազան ավանդությունների տեսքով այսօր ժողովուրդը մեր ընդունում է որպես ճշմարտություն։ Մի բան են ասեմ, որ թե Թադևոսի եւ թե Բարթմեոսի Հայաստան գալու վերաբերյալ օտար աղբյուրներն արդեն իրենց ժամանակակիցները խիստ կասկածում էին։ Օրինակ Պրոկոպիոս Կեսարացին, բյուզանդական այս պատմիչը, խոսելով Թադևոսի եւ Բարթմեոսի մասին եղած Ադայի վկայության վարդապետության մասին, ասում է. «Ես չգիտեմ դու կհավատաս թե չէ, բայց ես չեմ հավատում դրան»։ Եվ միաժամանակ նաեւ օտար աղբյուրներից հայտնի է, որ միջև Հնդկաստան կամ չգիտեմ Հայաստանին հարակից տարբեր տեղերում են, ասենք, նահատակվել առաքյալները եւ իմիջիալոց բոլոր այն ժամանակվա միջերկրածովյան ավազանի ժողովուրդները կամ միջագետյան ժողովուրդների առաջավոր Ասիայի ժողովուրդները որոշակիորեն մրցակցության մեջ էին եւ յուրաքանչյուրը փորձում էր Քրիստոսին ընդունելու մի տեսակ այս մրցակցության մեջ իր առաջինը լինելու խնդիրը ավելի արծարծեր։ Ահա այդպես էլ մենք տեսնում ենք, որ Պետրոսի Հռոմի եկեղեցու հիմքի քար լինելու հանգամանքն է շեշտվում եւ տիեզերական եկեղեցու կամ կաթողիկե եկեղեցու որպես, ասենք, առաջին հայրապետ Հռոմի այսօր աշխարհի կողմից ընդունված է որպես Պետրոսն էր խիստ կարևորը, առաջին դեմքը, որտեղն ասել էր դու Պետրոս ես, այս վեմի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, սակայն բնականաբար Աստված մարդու վրա չէր կառուցում ոչ մի եկեղեցի, որտեղ անկյունի գլուխը քարը ինքն էր, վեմը ինքն էր եւ Պետրոսի ունեցած հայտնության հիմքի վրա էր ինքը կառուցելու, որովհետեւ երբ որ ասեց ինչ են ասում մարդիկ իմ մասին, ինքը Պետրոսն ասեց, որ դու ես Աստծո Քրիստոսը եւ Հիսուսն ասեց, որ երանի քեզ իմ հոր հոգին քեզ հայտնեց։ Ուրեմն Աստծո Հիսուս Քրիստոսի հոր հոգու հայտնությունը, որ ինքը Մեսիան Քրիստոսը ինքն էր, որը կանգնած էր Պետրոսի առաջ, հենց այդ հայտնության հիմքի վրա պետք է կառուցեր Տերը իր եկեղեցին եւ ոչ թե Պետրոսի։ Հունարեն Պետրա ժայռ է նշանակում, իսկ Պետրոս փոքրիկ քար։ Եվ Տերը համեմատական է անում։ Դու Պետրոս ես, ասում է, եւ այս վեմի վրա, այսինքն դու Պետրոս ես, փոքրիկ քար ես, բայց ես Պետրայի ժայռի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին։ Ինչևէ, սակայն կաթոլիկ աշխարհն այսօր ընդունում է, որ հենց Հռոմում է թաղված է Պետրոսը,
ավելին, ես պիտի ասեմ, որ իմ խորին համոզմամբ առաքյալներից շատ-շատերը անհիշատակ անցել գնացել են, պարզապես որովհետև անհրաժեշտ է եղել հետագայում քրիստոնեությունը կրոն դարձնելուց հետո ժողովրդին ինչ որ մի ապացույցներով ուղղել դեպի իրենց կրոնական հայացքները ընդունելու կամ հարաբերվելու իրենց միջոցով Աստծո հետ եւ այլն այդ հեղինակությունն են փորձել ավելի շեշտել, կառուցվել են դամբարաններ, եկեղեցիներ եւ այդպես ժողովուրդը միջև այսօր էլ ընդունում է, որ իրենք այցի են գնում Պետրոսի կամ Պողոսի շիրիմին եւ այդպես շարունակ։ Ինչևէ, անդրադառնալով հաջորդ մասունքներին ես պիտի ասեմ հետեւյալը. երբեք ու երբեք չի կարող Հիսուսի կողը խոցված սպանիչ գործիքը սրբացման կամ էլ ասենք դավանանքի հետ կապված որոշակի մասունք այդպես ասած չէր թողնի, որ մարդիկ ընդունեն։ Սա էլ հետագա հորինվածք է, մյուսը որ երբեք դարձյալ Հակոբը ինքը լեռն էր բարձանում, հոգնել էր, հրեշտակը եկավ եւ փայտ տվեց։ Այսինքն այս մասունքապաշտության հետ կամ ավելի ճիշտ այս իրեղեն ապացույցներով հիմնավորել, որ տեսեք Աստված ինչպես է մեր ժողովրդին սիրում եւ մեր ժողովուրդը ինչքան է ինքը գնահատում Աստծո իրենց կյանքում ցուցաբերած ներկայությունները, սրանք շինծու հնարովի ավանդություններ են։ Առավել եւս, երբ որ Տեր Հիսուսը Սամարացի կնոջն ասեց, որ ոչ այս լեռան վրա եւ ոչ էլ Երուսաղեմում է երկրպագության տեղը, այլ ժամանակ կգա եւ հիմա էլ է, որ ամենուր մարդիկ երկրպագեն Հորը հոգով եւ ճշմարտությամբ, դա է կարեւորվում եւ առավել եւս, երբ որ 70 թվականին արդեն հրեական ապստամբության արդյունքում Երուսաղեմը ավիրվեց եւ տաճարը քանդվեց եւ տաճարային երկրպագությունն ավարտվեց, երբեք ու երբեք հայ իրականության մեջ Քրիստոս երկնքից չէր իջնի եւ չէր խփի ինչ որ վայրին եւ ասեր, որ այստեղ կառուցեք տաճար, որովհետեւ այստեղ պետք է ինձ պարտեք։ Իրականությունը սա է, որ բոլոր հեթանոսական քրմական տաճարային, ասենք երկրպագության այդ մեյանները, բոլոր վայրերը քանդվում են եւ նրանց հիմքի վրա կառուցվում էին նոր քրիստոնեական, ասենք տաճարներ, եկեղեցիներ, որտեղ արդեն նոր դավանանքը պետք է քարոզվեր եւ այդտեղ պետք է երկրպագվեր ըստ իրենց ընկալման Քրիստոսը։ Նույն ձևով Էջմիածնի տաճարն էլ իր հիմքում հեթանոսական ուրարտական արձանագրությամբ որոշակի հիմք կա այնտեղ, որը խոսում է այն մասին, որ հենց Մեյանի հիմքի վրա է կառուցված այս եկեղեցին։ Եվ այսպես կարելի է անընդհատ համեմատականներ անցկացնելով խոսել շարունակաբար այն մասին, որ այնուամենայնիվ մեր ժողովուրդը մասունքապաշտ լինելով հանդերձ չի դադարում մինչև այսօր էլ ծիսական, կրոնական իր սովորությունները բավարար համարել որպես քրիստոնյա եւ սա հենց ամենացավալին ու ամենախնդիրն է, որից մեր ժողովուրդը չի կարողանում ազատագրվել եւ կենթանի աստվածապաշտության գալ։ Այժմ ես ուզում եմ, որպեսզի դարձյալ խոսեմ մի փոքր Գրիգոր Լուսավորչի պաշտամունքի արգելքի մասին, մասնավորապես այն առումով, որ այս հետազոտությունը Գիտությունների ազգային ակադեմիայում է կատարվել Ստեփան Մալխասյանցի կողմից ժամանակին եւ ես կուզեի որպեսզի մի հատ ուշադրություն դարձնենք թե ինչ է ասում Ստեփան Մալխասյանը, որովհետեւ ուսումնասիրությունները հակասում են Ագաթանգելոսի կողմից մեզ հաղորդած տեղեկություններին։ Ուրեմն ասորի կաթողիկոսների օրոք եւ նրա անվան շուրջ եղած խորհրդավոր լռությունը 5-րդ դարի կեսերի հայ մատենագրության մեջ 1944 թվականի ապրիլի տեղի ունեցած Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների մեջ մատենագրական հարցերի բանավեճի արդյունք էր դարձել եւ ակադեմիկոս Ստեփանոս Մալխասյանը 5-րդ դարի նշանավոր հեղինակների երկերի գրության ժամանակը որոշելու համար առաջ չի քաշում հետեւյալ տեսությունը։ Բավականին լուրջ փաստարկ, որը աչքի ընկնող երևույթ է, որ մինչև 5-րդ դարի վերջերը գրող հեղինակներից Փավստոսը Խորենացին փառվեցին, շատ լավ գիտեն Ագաթանգելոսին։ Հաճախակի հիշում են Գրիգոր Լուսավորիչին, մատնանշում է անվանի այս հայագետը։ Այնինչ նույն դարի առաջին կեսում գրող հեղինակները մինչև Եղիշե ներառյալ ոչ Ագաթանգելոսին գիտեն եւ ոչ Գրիգորի անունն են տալիս։ Կորյունը, որը գրել է Վարք Սրբոց Մեսրոպին, որի մեջ հաճախ հիշում է Սահակ կաթողիկոսին, ոչ մի անգամ չի հիշատակում, թե նա Գրիգոր Լուսավորիչի զարմից է։ Նա Գրիգորին չգիտե։ Ըստ Մալխասյանցի, Ագաթանգելոսին չգիտե նաև Եղիշե պատմիչը, եւ այս ցույց տալու համար նա Եղիշեի վարդանած պատմությունից
բերում է մի շատ ուշագրավ դրվագ։ 451 թվականին Ավարայրի ճակատամարտից առաջ հայոց եկեղեցական քաղաքական ժողովը Հովսեփ եպիսկոպոսի գլխավորությամբ Վասակ Մարսպանի, Ներշապու Ռմբոսյանի, Վարդան Սպարապետի մասնակցությամբ պաղատանքի թուղթ են գրում Թեոդորոս Փոքր կայսրին օգնություն խնդրելով պարսիկների դեմ։ Թղթի մեջ հիշում են, թե մեր նախնին Տրդատը մանկության հասակում իր հայրասպան հորեղբայրներից փախչելով ապավինեց Հռոմ եւ Հռոմի Սուրբ եպիսկոպոսից ընդունեց հավատն ի Քրիստոս եւ լուսավորեց հյուսիսային երկրները։ Տեսեք, ուրեմն 451 թվականի Ավարայրի ճակատամարտի նախօրեին Եղիշեի գրած Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ պատմության մեջ հիշատակվում է, որ հավաքվեցին նախարարները եւ մի նամակ գրեցին բյուզանդական կայսրին, որպեսզի նա զորք տրամադրի եւ իրենց օգնի պարսիկների դեմ այդ պատերազմին։ Թղթի մեջ հիշվում է, թե նախնին Տրդատը, այսինքն մոտավորապես 140-150 տարի առաջվա դեպք են հիշեցնում, մանկության հասակում իր հայրասպան հորեղբայրներից փախչելով ապավինել է Հռոմ։ Ուրեմն Ագաթանկեղոսի մեջ նշված է, որ Անակը Գրիգոր Լուսավորիչի հայրն է եւ ինքը Պարթև լինելով ինքն է, որ սպանել է Տրդատի հորը եւ Տրդատին ուղղակի տեղափոխել են Բյուզանդիա։ Եվ այստեղ հիշատակված է, որ ոչ թե Պարթև ազգակից ինչ որ մի ներկայացուցիչ չէ, որ սպանում է Տրդատի հորը, այլ Տրդատի հորը հենց հորեղբայրներից մեկն է սպանել։ Այսինքն Անակը այստեղ գործ չունի։ Հայրասպան հորեղբայրներից փախչելով Տրդատի հորը սպանել է իր հոր եղբայրը եւ փախել է Հռոմ եւ Հռոմի Սուրբ եպիսկոպոսից ընդունեց հավատն ի Քրիստոս։ Ուրեմն ով ընդունեց հավատը ի Քրիստոս? Տրդատը ընդունեց հավատը ի Քրիստոս ումից Հռոմի Սուրբ եպիսկոպոսից։ Ուրեմն մենք այստեղ տեսնում ենք, որ դարձյալ խոսք չի գնում, որ Գրիգորը Պարթև է, այլ ինքը Հռոմից է, այլ տեղում հիշատակվում է որպես հույն։ Եղիշեի հաղորդած այս տեղեկությունը եզրակացնում է Մալխասյանցը, ամբողջապես խորտակում է Ագաթանկեղոսի պատմության հիմքը։ Այստեղ ոչ Անակ կա Գրիգորի հայրը Խոսրով թագավորին սպանող, այլ Խոսրովի եղբայրներն են նրան սպանել։ Ոչ Գրիգոր կա Տրդատին մկրտող եւ Հայաստանը քրիստոնեության դարձնող, այլ Հռոմի եպիսկոպոսն է նրան քրիստոնյա դարձրել։ Այսպիսով ինչ է կատարվում։ Եթե մենք ուշադրություն դարձնենք մի կարճ եզրահանգման, ապա կստացվի, որ Պարսկաստանում Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց հետո, ովքեր որ Հայաստանում թագավորների կողմից արդեն իշխող թագավորների կողմից ապստամբություն էին տեսնում Սասանյանների նկատմամբ, իսկ այնտեղ արշակունիները, պարթևներն արդեն իշխանազրկվել էին եւ կեսը փախել էին Հայաստան եւ ցիրուցան էին եղել, Սասանյանները փորձում են վերականգնել զրադաշտական երկրպագությունը Հայաստանում եւ այս թողբոյի մեջ մի որոշում է կայացվում եւ բյուզանդական կայսրությունը որոշում է, որ նոր կրոնով Հայաստանը հանդես գա պարսիկների դեմ եւ այդ նոր կրոնը, քանի որ արդեն իսկ Բյուզանդիայում բավականին հաստատուն տեղ էր զբաղեցնում, այնտեղ էլ արդեն եպիսկոպոս կա եւ այլն, Տրդատն էլ մեծանում է իրենց մոտ, սկզբից Տրդատին են հայոց գահին բազմել տալիս եւ հետո ուղարկում են հոգեվոր առաջնորդ, որը հանդիսանում է Ագաթանկեղոսի մոտ Գրիգորը, բայց այստեղ Հռոմից ուղարկված եպիսկոպոս, որի անունը չի հիշվում։ Մալխասյանցը կտրուկ եզրափակում է Եղիշեի պատմությունը գրված ժամանակ Գրիգորը անհայտ էր հայ ժողովրդին, ուրեմն դեռ չկար Ագաթանկեղոսի պատմությունը, որն առաջինը ստեղծեց Գրիգորին իբրև Հայաստանի լուսավորչի։ Այս հարցին անդրադարձել է Մալխասյանցը նաև Փաստուս Բյուզանդի հայոց պատմության աշխարհաբար թարգմանության ներածության մեջ։ Աչքի ընկնող երևույթ է, մատնանշում է նա, որ Կորյունը, որն այնքան հաճախ ու մեծ պատկառանքով հիշում է Սահակ կաթողիկոսին, ոչ մի անգամ Գրիգոր Լուսավորիչի անունը չի տալիս, չի հիշատակում, որ իր սիրած ուսուցիչը Հայաստանի լուսավորիչը պանծալի ծագում ունի Գրիգոր Լուսավորիչի զավակն է, նրան թորան թորնորդին, ինչպես գիտեն եւ կրկնում են խորենացին ու բազար փարպեցին։ Սա նշանակում է, որ Կորյունը դեռ Գրիգորի Լուսավորիչին չի ճանաչում։ Նույն երևույթը տեսնում ենք եւ Եղիշեի մոտ։ Եվ Մալխասյանցը կրկին հիշում է Եղիշեի պատմությունը, թե հայոց Տրդատ թագավորը Հռոմի եպիսկոպոսից եւ ոչ թե Գրիգոր Լուսավորիչից է ընդունել քրիստոնեությունը։ Ուրեմն Եղիշեն եւս, որ Վարդանաց պատմությունը գրել է 461 թվականին
Կանին Պարսից Պերոս թագավորի գահակալության 5-րդ տարում Գրիգոր Լուսավորչին դեռ չգիտի։ Սրա պատճառն այն է, եզրակացնում է անվանի հայագետը, որ Գրիգոր Լուսավորիչն իր վսեմ կերպարանքով իբրև խոստովանող, իբրև Հայաստանի լուսավորիչ եւ առաջին կաթողիկոս առաջին անգամ ստեղծվել է Ագաթանկեղոսի անունը կրող լեգենդար պատմության մեջ, իսկ մինչ այդ մոտ 180 տարի նրա անձնավորությունը մնացած է եղել մթության մեջ։ Եվ իմիջիայլոց, երբ ուշադիր կարդում ենք Մովսես խորենացուն, ապա Գրիգոր Լուսավորիչի հետ կապված մենք այնքան էլ խորենացու մոտ տեսածած հավեսով չենք տեսնում, որ Գրիգոր Լուսավորիչի մասին տեղեկություններ տա։ Ինքը հպանցիկ ասում է, այս մասին արդեն Ագաթանկեղոսը Տրդատի քարտուղարը այդ մասին պատմել է եւ ինքը արժանի չի համարում, որ ավելի մանրամասնի դրանք։ Եվ քանի որ Ագաթանկեղոսի պատմությունը 461 թվականին դեռ չկար, ապա նրա գրության ժամանակը Մախասյանցը դնում է 61-ից 65 թվականներին։ Գրեթե 4 տասնամյակ անց նույն փաստարկներով ու եզրակացությամբ է անդրադառնում 5-րդ դարում այս պատմական ու դավանաբանական հարցադրումներին նաև պատմագիտության դոկտոր Արտաշես Մարտիրոսյանը իր Մաշտոց մետագրության մեջ, կրկնելով նախորդների սխալները։ Բայց եւ չհիշատակելով նրա անունը, Լուսավորչի պաշտամունքը հայ արշակունների անկումից հետո միանգամից չսկսվեց, այլ միայն 5-րդ դարի վերջին տասնամյակներին։ Այսպիսի անվանի հետազոտողները, երբ որ համադրում են մատենագրական աղբյուրները եւ իսկապես գտնում են այնտեղ ակասություններ, մենք սրանց կողքով չենք կարող անտարբեր անցնել, որովհետեւ այլ բան է ավանդությունը, այլ բան է գիտական մոտեցումը։ Այժմ անդրադառնանք Մախասյանցի փաստարկին, ինչպես Եղիշեն նրա հետ եւ հայոց եկեղեցու գլխավոր Հովսեփ եպիսկոպոսն ու հայոց մեծերը 450 թվականին պատկերացում չեն ունեցել Գրիգոր Լուսավորիչի գոյության մասին։ Թեոդորոս Կայսրին տեղեկացնելով, թե իրենց նախնի Տրդատ թագավորը Հռոմի եպիսկոպոսապետից է ընդունել քրիստոնեական հավատը։ Այսպիսի հարցադրումը միայն տարակուսանք կարող է հարուցել։ Եթե հայ եպիսկոպոսներն ու նախարարները 451 թվականին ավարայրի ճակատամարտի նախորդին դիմում էին Հռոմոց մեծանուն կայսրին օգնություն խնդրելու ընդդեմ պարսիկների, ապա նրան շահագրգռելու համար ուրիշ ինչ պետք է հիշեցնեն, եթե ոչ պատմական այնպիսի փաստեր, որոնք ցույց տային հայերի եւ հռոմների կամ բյուզանդացիների հույների ավանդական հավատակցությունն ու դաշինքը։ Որ այն հավատը ինչին սպառնում էր զրադաշտական կրոնը, հայերն ընդունել են Հռոմի եպիսկոպոսապետից եւ որ հայոց Տրդատ թագավորը մանկությունից ծնվել է հունած երկրում եւ հույների օգնությամբ տիրել հայրենի գահին, ապա եւ բարեկամության դաշին կրել Կոստանդիանոս մեծ կայսրի հետ, իմիջիայլոց Կոստանդիանոս կայսրին էլ նա Տրդատ եւ հետագա նրա, ասենք, սերունդի հետագա արքաները միշտ էլ Բյուզանդիայի կայսրին տեր են կոչել։ Եվ միշտ էլ Բյուզանդիայի կայսրն է հայոց գահին բազմեցրել հաջորդներին։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ իսկապես պատմական իրողությունները, երբ որ մենք փորձում ենք նույն ժամանակաշրջանի համադրել, ապա մենք տեսնում ենք հակասություններ ավանդությունների եւ իրական պատմությունների միջև։ Այժմ որքան էլ բավական ծավալուն դարձավ մեր այս անգամվա հաղորդաշարը, որ ձեզ ուզում ենք ներկայացնել, թե քրիստոնեության մուտքը Հայաստան ինչպես է եղել, եւ մենք չենք կարող սկզբում չխոսել ավանդությունների մասին եւ մատենագրական այս տեղեկությունների մասին, ժամանակն է միգուցե որ արդեն անդրադառնանք խոսելու, թե իրականում ինչպես է քրիստոնեությունը մուտք գործել Հայաստան։ Մենք կշարունակենք այն հաջորդ անգամ։ Այն բոլոր տեղեկությունները, որ ես ձեզ հաղորդում եմ, բաց աղբյուրներից են։ Ես այդ աղբյուրները, եթե ցանկություն ունենաք, բոլորն էլ ձեզ կարող եմ տրամադրել։ Այսօր այսքանը, հույսով ակնկալում եմ հաջորդ անգամ Աստված բոլորիդ հետ, մինչև նոր հանդիպում։ Տեր օրհնի։